Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան։ Աստծո բարի։ Պարոն Սարգսյան, օրեր առաջ իմացանք, որ Դաշնակցության ու Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ամուսնությունը, այսպես ասենք, շարունակվում է ու իրենք դաշինքով են գնալու ընտրությունների։ Ռոբերտ Քոչարյանը մի շարք հայտարարություններով հանդես եկավ, բայց ամենակարևորներին անդրադառնանք, մենք հերթով բոլոր թեզերին կանդրադառնանք, առաջինը ասած չի հանգստանալու միջև այս իշխանությունը չհեռանա եւ որ իրենք հաղթելու են։ Հիմա հասկանանք հունիսի 8-ը արդյոք Ռոբերտ Քոչարյանի համար, հունիսի 8-ի նաև առավոտը Ռոբերտ Քոչարյանի համար բարի կլինի, թե ինչպես ինքն էլ ավելի վաղ հայտարարել, մինչև քոքը մաշվելուց հետո նաև հանգստություն չի գտնելու։ Ես կուզեմ, որ հունիսի 8-ը Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար բարի լինի, որտեղ հունիսի 8-ից հետո հունիսի 9-ն է լինելու, ելի մենք բոլորս այստեղ ենք ապրելու, ներառյալ Ռոբերտ Քոչարյանը եւ ճիշտ կլինի, որ խնդիրներին նայեն այդ տեսանկյունից։ Դաշնակցության ու Ռոբերտ Քոչարյանի կապի մասով իմ համար մշտապես հարցական է եղել, թե Ռոբերտ Քոչարյանը ինչու չի դառնում Դաշնակցության անդամ։ Ընդհանուր առմամբ գաղափարախոսությամբ, մոտեցումներով, ամեն ինչով ինքը այդ համատեքստում է։ Ինքը համարում է, որ կուսակցական լինելը վատ է։ Եթե այդպես է համարում, ապա չպետք է քաղաքականությամբ զբաղվի, որովհետև աշխարհը քաղաքականությամբ զբաղվելու այդ տարբերակ, քան կուսակցություն ստեղծելը եւ կուսակցության անդամ լինելը չի հորինել։ Իսկ եթե համարում է, որ դաշնակցությունն է վատ, ինչու է դաշնակցությամբ առաջադրվում։ Կամ դաշնակցությունը տարվա կեսին իր խորհրդաժողովն արեց ու հայտարարեց, որ դաշնակցությունը հանդես է գալու իր տեխնացուով, այսինքն դաշնակցական տեխնացուով։ Հիմա իրանք պաշտպանում են ոչ դաշնակցական տեխնացու, հիմա իրենք իրենց կենտրոնական կոմիտեի որոշումները չեն կատարում, թե իրենք համարում են, որ Ռոբերտ Քոչարյանը դաշնակցական է, ուղղակի ծպտյալ դաշնակցական է։ Այստեղ էլ բազմաթիվ հարցեր կան, մութ բաներ, որոնք ինչ որ առումով մեր ժողովրդին հետաքրքիր չի, բայց ինձ որպես քաղաքական մարդու հետաքրքիր է, զուտ հետաքրքիր է ոչ թե խայթոցների համար, ուղղակի հետաքրքիր է հասկանալու համար, որտեղ վերջիվերջո 130 տարվա կուսակցություն է եւ վերջիվերջո ուզում ենք թե չէ Ռոբերտ Քոչարյանը 10 տարվա Հայաստանի Հանրապետության նախագահն է։ Ինչ վերաբերվում է հանգստանալ, չհանգստանալուն, Ռոբերտ Քոչարյանը մեր հանրության մոտ, հիմնականում երիտասարդության մոտ այլևս ընկալում չունի։ Մարդիկ հասկացել են, որ ինքը հին է եւ իր տղա Լևոն Քոչարյանի անեական որոշ դեպքերում քաղաքականության հետ որևէ կապ չունեցող որևէ կարճ դիտարկում անգամ ավելի շատ դիտումներ է ունենում, քան Ռոբերտ Քոչարյանի, ասենք, նոր իմիջով ոդքասթը, որտեղ փորձում է երիտասարդ երևալ, ինչը որոշակի առումով նաև ծիծաղելի է Ագնեսի հետ այս համատեքստում, եւ ես ասել եմ, ես չեմ զարմանա, որ Ռոբերտ Քոչարյանը նաև խանդի իր որդուն Լևոն Քոչարյանին այդքան շատ դիտումներ ունենալու համար, ինչու եմ այդպես մտածում, որտեղ Ռոբերտ Քոչարյանը միշտ համարել է, որ ինքը միակ տղամարդն է, իսկ եթե դու միակ տղամարդն ես, այդ դեպքում կապ չունի մրցակիցդ Քոչարյանն է, թե ով դու ես միակը, այդ սինդրոմի համատեքստում է։ Ռոբերտ Քոչարյանը իր գործնեության ողջայությամբ հակասությունների մարդ է եւ այն ինչ որ այդ 5 րոպեանոց ելույթում ունեցավ ծայրից ծայր հակասություններ են։ Չգիտեմ, միգուցե ինքն իրեն համոզել է, որ այդպես է, բայց ես չեմ կարծում, որ մեր հանրությունը իմ սերունդը տեսել է թե Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ինչ է եղել, ասենք Ռոբերտ Քոչարյանը հատվածներ է ցուցադրում Ամեկ+ հեռուստաընկերությունից, իրականում Ամեկ+ հեռուստաընկերությունը փակել է ինքը, նույնիսկ այստեղ հակասություն կա, էլի։ Մի խոսքով չստացվի, որ հեգնում եմ կամ սևեռվել եմ Ռոբերտ Քոչարյանի վրա, բացարձակ։ Ուղղակի ինձ հետաքրքիր էր, թե վերջիվերջո լուծումներ առաջարկելու է այս մարդը, թե չէ։ Եվ որն են լուծումները, որ ինքը պիտի առաջարկի։ Եվ եթե կային այդ լուծումները, ինքը 8 տարի, 10 տարի երկրի նախագահ եղել, ինչի այդ լուծումներից չի օգտվել։ Հիմա ինքն ասում է, որ պետք է խաղաղությունը լինի երաշխավորված անվտանգությամբ։ Որն է, ինչ պիտի աներ, ինքը պիտի ասի, ինչ պիտի աներ Նիկոլ Փաշինյանը,
որ այսօրվա խաղաղությունը երաշխավորված լիներ անվտանգությամբ։ Եթե այդ ձևը կա, ինքը պետք է այդ ձևն ասի։ Եթե այդ ձևը ինքը գիտեր, ինքը 10 տարի նախագահ էր։ Ինչի՞ այդ ձևով չի արել։ Ինչի՞ չի երաշխավորել այդ իր 10 տարիների ընթացքում, որ հետո հաջորդ երրորդ նախագահն է փորձել այդ անել, որ հետո էլ եկել է Նիկոլ Փաշինյանի ժամանակ ու չի ստացվել, գնացել է պատերազմի։ Դե իր տարիները խաղաղ են եղել, ինչպես ինքն է ասում, երևի այդ անհրաժեշտությունը չի եղել։ Գիտեք, այդ հենց այդ համատեքստում շատ ինքը իր համար խոցելի միտք է ասել, որովհետև Ռոբերտ Քոչարյանը երբ որ եկել է իշխանության 1998 թվականին Հայաստանի եւ Ադրբեջանի բանակի բյուջեները գրեթե հավասար են եղել։ Ասեմ նույնիսկ 5-ից 10 միլիոն դոլարով Հայաստանի բյուջեն ավելին է եղել։ Եթե երկուսի բյուջեներն էլ նայում ենք սահմանապահ զորքերին էլ հետը գումարած, 90 միլիոնի կարգի է եղել։ Ընդ որում Հայաստանը իր բյուջեի 5%-ն է ծախսել ռազմական ծախսերի վրա, Ադրբեջանը 2%-ը։ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնից հեռանալու ժամանակ 2008 թվականին Ադրբեջանի բյուջեն եղել է 1.6 միլիարդ, Հայաստանի բյուջեն եղել է 370 միլիոն։ Պատկերացնում եք 4.5 անգամ գրեթե Ադրբեջանի բյուջեն ավելացել է։ 2003 թվականին, երբ Ռոբերտ Քոչարյանը առաջադրվում էր նախագահի թեկնածու, 7 թե 8 նախագահի թեկնածուներ կային։ Ասենք կար մարքսիստ մեկը, որը դասախոսում էր եւ այլը, եւ այս ամբողջ ցանկում, այս տեխնացուների ամենաաղքատ տեխնացուն Ռոբերտ Քոչարյանն էր։ Ես ասում եմ ոչ թե հենց այնպես, այն ժամանակ էլ տեխնացուները ներկայացնում էին իրենց սեփականությունը եւ Ռոբերտ Քոչարյանը անգամ սեփական տուն չուներ Հայաստանում։ Իր տունը Լեռնային Ղարաբաղում էր։ 2008 թվականին, երբ որ ինքը պաշտոնը հանձնում էր, իր որդին արդեն դոլարով միլիոնատեր էր։ Ինչպես է ստացվում, որ Ադրբեջանի բանակի բյուջեն Հայաստանի բանակի բյուջեից 5 անգամ ավել է ստացվում, ավել է լինում, իսկ իր անձնական սեփական բյուջեն մեծանում է, իսկ բանակի բյուջեն Ադրբեջանի բյուջեից պակաս է լինում։ Այս հարցի պատասխանը Ռոբերտ Քոչարյանն ունի։ Տվել է այդ հարցի պատասխանը, ինքը կարևորը այս հարցերի պիտի պատասխանի, եթե ուզում է, որ ժողովուրդը իրեն քվետա։ Թե չէ մնացած թեմաներով ինքը 2021 թվականի ընտրություններին էլ է մասնակցել եւ ընդամենը 22% քվե է հավաքել։ Հիմա դրանից պակաս է հավաքելու, եթե շարունակելու է նույն բանը խոսել։ Իսկ ինքը այսքան տարիների ընթացքում քաղաքականության մեջ է, բազմաթիվ քաղտեխնոլոգների է վարձում, բազմաթիվ մասնագետներ կան իր կողքին։ Ու հետևություն չի անում։ Գիտեք ինչ, իմ խնդիրը չի Ռոբերտ Քոչարյանի հետևություն անել կամ չանելը։ Ուղղակի խնդիրն է, որ քաղաքական դաշտում եթե նոր մտածները որոշակի քայլեր են անում, որ պիտի սովորեն, գոնե այն հները պիտի քաղաքականության առումով, ինչ որ առումով հարցերի պատասխան ունենան։ Ռոբերտ Քոչարյանը Լեռնային Ղարաբաղի մասին խոսում է, ինքը Լեռնային Ղարաբաղում Արայիկ Հարությունյանի հրաժարական տալը ասաց, որ ինքը շատ ուրախ է, որ այդ հրաժարականը տվել է։ Արայիկ Հարությունյանը եւ ասաց ցանկանում է, որ նույն բանը տեղի ունենա Հայաստանում։ Հիմա էլ ասում է Արցախը հանձնողները պիտի պատասխան տան։ Այո։ Հիմա եթե Լեռնային Ղարաբաղում ինքը ուրախ էր, որ Արայիկ Հարությունյանը այդ հրաժարականը տվեց, դրանից հետո էլ Լեռնային Ղարաբաղի նոր նախագահը գնաց Եվլախ եւ Եվլախում լուծ արեց Լեռնային Ղարաբաղը։ Ինքը այս հարցի պատասխանը տվել է։ Ինչի էր ինքն ուրախ։ Արդյոք ինքն էր միջամտել, որ Լեռնային Ղարաբաղում Արայիկ Հարությունյանին փոխեն։ Արդյոք ինքը կապ ուներ, որ Լեռնային Ղարաբաղի նախկին իշխանությունները հավաքվելու ժողով էին արել։ Եվ Ռուբեն Վարդանյանն էլ եթեր էր մտելու, ասում էր Արայիկ Հարությունյան, դու խոստացել ես, բայց հրաժարականը չես տալի, ասա ինչի։ Արդյոք այդ ամեն ինչը կազմակերպված չէր մի կետից, որում Ռոբերտ Քոչարյանը կար։ Եվ արդյոք այդ փոփոխությունը, ինչը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ, հետո Եվլախ գնացին, ինքը չի ուզում, որ այսօր Հայաստանում տեղի ունենա։ Կան այդ մարդիկ, որ պատրաստ են ստորագրել Հայաստանի լուծարումը։ Հիպոթետիկ։ Գիտեք ինչ, այն մարդիկ, ովքեր ասում են, որ իրենք կարող են քննարկել Հայաստանի միութենական պետության անդամ լինելը, այդ մարդիկ ոչ միայն հիպոթետիկ, այլ ուղիղ պատրաստ են։
նման փաստաթուղթ ստորագրել, որովհետև այն մարդիկ, ովքեր որ Հայաստանի Հանրապետության այդ անվտանգություն ասածը, որ ասում են խաղաղությունը պիտի ապահովված լինի անվտանգությամբ, ինչպես են տեսնում։ Իրենք տեսնում են այդ Ռուսաստանով։ Որովհետև 2004 թվականից արդեն Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական բալանսը սկսեց փոխվել ի օգուտ Ադրբեջանի։ Եվ ամեն տարի այդ ցուցանիշները, որ գալիս էին, Հայաստանի ցանկացած իշխանություն պիտի տեսներ, որ Ադրբեջանը կտրուկ աճում է իր բյուջեով եւ բանակի բյուջեն էլ ավելանում է, իսկ այդ վերջնական արդյունքում բերելու է մոտեցումների կոշտացման եւ պատերազմի, սա ակնհայտ էր։ Նաեւ այս էր պատճառը, որ Սերժ Սարգսյանն ասում էր, եթե հիմա չհամաձայնվեք 5 շրջաններին, դուք էլ այնպես ինչպես ղարս-ղարսը երկելու եք Ստեփանակերտ։ Այսինքն այս հասկանալով հանդերձ իրենք այդ խաղաղությունը, որ այդ ժամանակ ինքն ասում է կար, ինչ անվտանգությամբ էին ապահով։ Օրինակ Ռոբերտ Քոչարյանը ինչ անվտանգությամբ է ապահովել այդ խաղաղությունը, որ ասում է իմ ժամանակները խաղաղ են եղել։ Հայաստանի ունեցվածքը Ռուսաստանին տալով, ամբողջական հույսը ռուսական բանակի վրա դնելով։ Այսպիսին է եղել, չէ՞։ Հիմա էլ է նույնը առաջարկում, երբ ասում են խաղաղությունը պիտի երաշխավորված լինի, մենք պիտի ուժեղ, այսպես ասած, առաջնորդ ունենանք եւ ուժեղ դաշնակից։ Ուժեղ դաշնակիցը էլի Ռուսաստանն է, որքան էլ որ կապ չունի, դա Ռուսաստանը կլինի, Չինաստանը կլինի, Իրանը կլինի։ Պարոն Սարգսյան, ինչքանով է ճիշտ է բևեռացվածությունը նկատի ունեմ մեկ կենտրոնից կախվածությունը, որովհետեւ վարչապետը միշտ խոսում է հակառակի մասին, որ երբ որ դու կախված ես մի քանի կենտրոններից, ստացվում է դու կախվածություն չունես, դու անկախ ես, դու ազատ ես, բայց երբ որ դու կախված ես մեկ բևեռից, դու կախվածություն ունես այդ բևեռից։ Հիմա սա բարդ է հասկանալ այսպես ասած բանաձևը, եւ ինչու է Ռոբերտ Քոչարյանը անընդհատ փորձում կախվածություն ստեղծել այդ մեկ կենտրոնից։ Լավ, հիմա ինչի գնով պիտի ստեղծվի այդ կախվածությունը։ Գիտեք, իմ կարծիքով հենց իմ ասածն է, որ Ռոբերտ Քոչարյանը պիտի այդ հարցի պատասխանը տար։ Այդ իրենց համագումարին այս ընտրություններում պիտի այդ հարցի պատասխանը տա։ Թե այդ խաղաղությունը, որի մասին որ ինքը խոսում է, որ պիտի ապահովված լինի անվտանգությամբ, ինքը ինչպես է տեսնում։ Լեռնային Ղարաբաղի պարագայում ինքը տեսնում էր էլի Ռուսաստանի հետ եւ ինքը տեսնում էր Արայիկ Հարությունյանին փոխելով։ Իսկ ինչ էին ուզում Արայիկ Հարությունյանին փոխել, որտեղ ոչ թե նրա համար, որ Արայիկ Հարությունյանը ինչ որ պինդ արևմտամետ էր, բացարձակ։ Ուղղակի Արայիկ Հարությունյանը համաձայնություն էր տվել գնալ Սոֆիա բանակցությունների ամերիկյան հովանու տակ։ Այնպես ինչպես Նիկոլ Փաշինյանը համաձայնություն տվեց եւ գնաց Վաշինգտոն Թրամփի հետ Միացյալ Նահանգների դրոշի տակ փաստաթուղթ ստորագրելու։ Արայիկ Հարությունյանը համաձայնություն էր տվել։ Արայիկ Հարությունյանը Սոֆիա գնալու ինքնաթիռի տոմսը գնել էր։ Ես ասում եմ 100%։ Բայց հենց այդտեղից սկսեց այս ամբողջ աղմուկը ու Ռոբերտ Քոչարյանի ուրախանալը, որ Արայիկ Հարությունյանին հանեցին, որտեվ իրենք ինչ էին ասում։ Արայիկ Հարությունյանը կասկածելի է ռուսների համար, քանի որ ամերիկյան խաղեր է տվել։ Քանի որ տոմսը առել է։ Քանի որ տոմսն առել է, եթե Արայիկ Հարությունյանին հանենք եւ իր փոխարեն դնենք մեկին, ում ռուսները վստահում են, թե բլոկադան կբացվի եւ թե Ղարաբաղի հարցը կլուծվի։ Եվ ռուսները արդեն մեզ կաջակցեն։ Հիմա Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ այդ նույն բլոկադան Հայաստանի անվտանգության խնդիրը լուծելու տարբերակը Ռուսաստանի հետ է, որ եթե Նիկոլ Փաշինյանին փոխեն ու Նիկոլ Փաշինյանի փոխարեն դառնա ինքը, այնպես ինչպես Լեռնային Ղարաբաղում Արայիկ Հարությունյանին փոխեցին, այդ ժամանակ խնդիրը կլուծվի եւ մեր խաղաղությունը կլինի անվտանգ, բայց մեր ժողովուրդը տեսել է, չէ՞ որ Լեռնային Ղարաբաղում այդ փոփոխությունը տեղի ունեցավ ու անվտանգության խնդիրը չլուծվեց, ընդհակառակը լուծվեց լրիվ հակառակը։ Եվ այս պարագայում էլ լրիվ հակառակն է լուծվելու, որտեվ իրենք ինչից են խոսում նոյեմբերի 9-ից, իսկ նոյեմբերի 9-ը հետեւյալ բանն է ասում, որ պիտի նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը իրականություն դարձվի։ Իրենք չեն ասում, որ այն մնացած 8 կետերը տեղի չեն ունեցել։ Եվ ակնհայտ սուտ է, որ մտածել, որ ռուսական զորքերը նորից հետ կգան Լեռնային Ղարաբաղ, նորից Լեռնային Ղարաբաղում հետ եկած ադրբեջանցիներին, չգիտեմ, 45 թե 60 հազարի մոտ ադրբեջանցի արդեն հետ եկել, կասեն դուս եկեք այս Ստեփանակերտից ու այդ տարածքներից, որովհետև այստեղ պիտի հայերը հետ գան, կամ դուս մի եկեք հայերը գալու են, մենք ձեզ ու իրենց ամեն մեկի տանկողքը զինվոր ենք դնելու, պաշտպանենք, որ դուք իրար մեջ չկռվեք, կա։ Էս ով է սրան հավատում։ Կա Լեռնային Ղարաբաղի որևէ քաղաքացի, որ հավատում է այս տարբերակին։
Լեռնային Ղարաբաղի որևէ քաղաքացի, մեր քույրերն ու եղբայրները, որևէ մեկը ներառյալ Ռոբերտ Քոչյանը չի համաձայնվի ադրբեջանական անձնագիր վերցնել, դառնալ ադրբեջանի քաղաքացի ու գնալ Լեռնային Ղարաբաղում ապրել։ Այս սուտ է, որով խաղում են մարդկանց հույզերի վրա։ Իսկ այդ մարդիկ քնում արտանում են, իրենց գետն են տեսնում, իրենց պատշգամբն են տեսնում, իրենց Արցախի առավոտն են տեսնում։ Այդ հույզերի վրա խաղալը սրբապղծություն է, Աստված պատժելու է։ Չի կարելի այդպիսի բան անել։ Չի կարելի այդպիսի բան անել։ Էս ինչ եք անում, հայ են, չէ՞։ Պաշտոնի հասնելու համար կարելի է այդ քայլերի գնալ։ Այս հարցերին պիտի Ռոբերտ Քոչյանը պատասխան տա, ինքը չի պատասխանում այս հարցերին։ Իհարկե ինքը տեսնում է, որ այդ Ռուսաստանի հետ։ Բայց այդ Ռուսաստանը ինչ է տալու։ Ռոբերտ Քոչյանը չի մյուս, ասենք, ուժեղ Հայաստանը, ասենք։ Նույն խնդիրն են, էլի Ռուսաստանի հետ են ուզում տեսնել։ Կամ ռուսական թևի մյուս մասնակիցները ծպտյալ կամ ոչ ծպտյալ։ Մեր երիտասարդությունը գիտի է, որ Ռուսաստանում ինչ վիճակ է։ Գիտի, որ Ռուսաստանում Facebook չկա, Instagram չկա։ Գիտի, որ Telegram-ն է անգամ փակվում։ Գիտի, որ, չգիտեմ, անգամ կարճ ասենք տեսահաղորդակցություններ, որոնք գնում են YouTube-ում, դրանք էլ են խնդիր Ռուսաստանում։ Գիտի, որ Ռուսաստանի մաս դառնալու դեպքում Հայաստանում էլ է այդ փակվելու։ Այս մասին խոսում են իրենք, թե չէ։ Թե այդպես չի լինելու։ Ռուսաստանում այսօր YouTube կա թե չէ, Facebook կա թե չէ, Instagram կա թե չէ, հայ երիտասարդը այդ գիտի թե չէ։ Ռուսաստանի քաղաքացի երիտասարդը կարող է 28000 դրամ մուծի կամ իրենց գումարով, չգիտեմ ինչ կա, նստի ինքնաթիռը գնա Հռոմ, 5 օր հանգստանա, չգիտեմ, միջին բանով հետ վերադառնա։ Հենց մենք դարձանք Ռուսաստանի հետ, այդ կորցնելու եք, սիրելի երիտասարդներ։ Հիմա դուք գնում համերգ եք նայում, չգիտեմ, Պրագայում հետ եք գալի։ Ավելի էժան է նստում, ցավոք սրտի կամ Դիլիջանում հանգստանալը։ Բայց գնում նայում գալիս եք։ Դուք չգիտեք ինչ է նշանակում փակ սահմաններ։ Ես սովետական միության մարդ եմ եղել։ Եվ 32 տարեկանում առաջին անգամ սովետական միությունից դուրս եմ եկել, գնացել եմ Բուլղարիա, որն էլի սովետական էր, ընդ որում գործուղման, գործարանի համար, չգիտեմ, սահող տախտակամածեր բերելու առումով։ Ու այդ համարվում էր, գիտեք ինչ, որ ես աշխարհ տեսած մարդ եմ։ Հիմա իմ թորնիկը 2 տարեկան է, արդեն այնքան երկիր է եղել, ինչքան ես 40 տարեկանում չէի եղել։ Դուք այս Հայաստանը ու Ռոբերտ Քոչյանի Հայաստանը կամ այդ ռուսական ասողների Հայաստանը փորձեք համեմատել։ Դուք չեք պատկերացնում ինչ է այդ Ռուսաստանը։ Դուք չգիտեք այսօրվա Ռուսաստանը, որում արդեն 30 տարի է նույն առաջնորդն է, որտեղ թքած ունեն երիտասարդությունը ինչ է ուզում։ Ընտրում է, չի ընտրում, ձեր քվենում է պետք։ Ուզում եք, չեք ուզում Պուտինն է, ուզում եք, չեք ուզում Լուկաշենկոն է, կուզեք, չեք ուզի Սամվել Կարապետյանն է կամ Ռոբերտ Քոչարյանն է։ Դուք այսպիսի Հայաստան եք ուզում։ Խնդիրը որևէ երկրի զամբյուղում բոլոր ձվերը դնելու մեջ չի։ Այստեղ երկիրն էլ շատ կարևոր է։ Ադրբեջանը իր բոլոր այսպես ասած ձվերը դրեց բրիտանական զամբյուղում։ Ինչ Ադրբեջանի իշխանությունները չէին հարստանում այդ տարիներին, այնպես ինչպես Ռոբերտ Քոչարյանի ընտանիքներ հարստանում։ Իհարկե հարստանում էին, բայց իրենք խնդիր ունեին։ Իրենք խնդիր ունեին սեփական ուժերով հասնելու նրան, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծեն։ Եվ իրենք տեսնում էին, որ տնտեսությունը հզորացնելով հասնելու են այդ խնդրի լուծմանը։ Այստեղ տեսնում էին, որ Ադրբեջանը հարստանում է, ասում են Ռուսաստանը մեր ընկերն է, Ռուսաստանի հաշվին, Ռուսաստանը կպաշտպանի մեր խաղաղությունը կդարձնի անվտանգ, Ռուսաստանի հետ լավ լինենք ու կդարձնի անվտանգ։ Լեռնային Ղարաբաղում էլ ասեցիք, չէ ինչ միջազգային դիտորդներ, ինչ սկանդինավներ, թողա ռուսները կանգնեն։ Չէ ռուսները կբացեն բլոկադան։ Չէ ինչի դիմենք մատքի էթիկ զտումների կամ ցեղասպանության հանձնաժողովին ինչ են անելու։ Ռուսները դրանից ավելի կզայրանան։ Չէ Արայիկ Հարությունյանը ինչի գնա Սոֆիա, պետք չի գնա, այլ դնենք ռուսական Շահրամանյանին։ Հիմա Ռոբերտ Քոչյանը երկրորդ Շահրամանյանն է այստեղ ուզում դառնալ Հայաստանում։ Ու նրանք, ովքեր ուզում են իրենց քվեն տան Ռոբերտ Քոչյանին, նույն Շահրամանյանին են տալու նույն Ղարաբաղի ճակատագրով։ Այս պատերազմը, որը տեղի է ունեցել 2020 թվականին, ինքը ոչ այնքան Լեռնային Ղարաբաղի համար է եղել, ինչքան Հայաստանի Հանրապետության անկախության համար, որտեղ Ռուսաստանի այդ ժամանակվա նախագահը արդեն որոշել էր, որ 20-րդ դարի ամենամեծ կորուստը սովետական միությունն է,
Եվ Բելարուսը դարձնելով միութենական պետություն, հաջորդը պիտի լիներ Հայաստանը, հաջորդը Ուկրաինան, հաջորդը Մոլդովան, հաջորդը Վրաստանը, հաջորդը Ադրբեջան ու այս գիծը գնար։ Այս ուղղություններ դուգիններով, որ ուզում էր տաներ Պուտինը։ Արցախյան առաջի պատերազմի մեր հերոսները, որոնք երաբլուրում են, Արցախյան երկրորդ պատերազմի մեր հերոսները, որոնք երաբլուրում են, իրենց կյանքը տվել են Հայաստանի Հանրապետության անկախության համար։ 2021 թվականին մեր ժողովուրդն եկավ ոչ ասեց այդ նույն Ռոբերտ Քոչարյանին Հայաստանի Հանրապետության անկախությունը առաջնային համարելով։ Իմ համար դա նաև անձնական է, իմ եղբայրի կյանքը տվել է Հայաստանի Հանրապետության անկախության համար։ Ես լավ վատ իմ քաղաքականության մեջ եղած օրվանից պայքարել եմ այդ Հայաստանի Հանրապետության անկախության համար։ Ես Ռուսաստանի հակառակորդ չեմ, ես Ռուսաստանի թշնամի չեմ։ Ես համարում եմ, որ Ռուսաստանի հետ մենք պիտի ունենանք նորմալ հարաբերություններ։ Մենք պիտի այդ ռեստարտ անենք այդ հարաբերությունները փոխադարձ շահերը հաշվի առնելով, ոչ թե մեր շահի հաշվին սպասարկենք իրենց։ Բայց իրենք չէ, իրենք խնդիրը տեսնում են այդ համատեքստում ու խաղում են ուրիշ բանի վրա էլ, տեսեք, օրինակ ես մեր Բաքվում նայում եմ Արադ գյուղի մեր Բաքվում, ասենք մեր փողոցում, ամեն երկրորդ ընտանիքը կամ երրորդ ընտանիքը Ռուսաստանում աշխատող մարդ ունի։ Իմ հարևաններն են, զրուցում եմ, իմ ընկերներն են, միասին դպրոց են գնացել, իրենց որդիներն են, հիմա իմ որդու ընկերները, տուն են գնում, գալիս ենք նոր տարի է, գյուղը շնորհավորում ենք։ Ես այդ մարդկանց հոգեբանությունը ամբողջությամբ հասկանում եմ։ Արարատ գյուղն էլ այնպեսի տեղ է, որ կա Արարատի ցեմենտի գործարան, կա ոսկու գործարան, պլյուս բարեբեր հող է, հողնել է ընտանիք պահում։ Բայց միևնույն է, մարդիկ արտագնա աշխատանքի են գնում։ Այդ արտագնա աշխատանք հայ ասում են, տեսեք, որ Ռուսաստանից փոխվեք, այդ արտագնա աշխատանքը չի լինի։ Այսինքն մարդկանց ասում են, եթե դու որդի ունես Ռուսաստանում, Մարիքու ձայնը տուր ուժեղ Հայաստանին կամ Ռոբերտ Քոչարյանին, հակառակ դեպքում ինքը չի կարող գնալ։ Ոստեղ էլ մեծ սուտ կա։ Մեծ սուտ, ասեմ ինչի։ 2017 թվականին Վրաստանի համար ազատ վիզային ռեժիմ տվեցին։ Այդ ազատ վիզային ռեժիմի պարագայում 300,000 վրացիներ գնացին Եվրոպա աշխատել։ Ես կարող եմ փաստել նաև Վրաստանից լինելով, պարոն Սարգսյան։ Դրանց այդ 300,000 գնացածներից մի մասը մնաց, բայց մյուս մասը արտագնա աշխատանքով գնում է 9 ամիս աշխատում, հետո վերադառնում։ Ռուսաստանում մոտավորապես 900,000 վրացի կա, որից 700,000-ը գնացել են 2017 թվականից հետո։ Հիմա 2024 թվականին Ռուսաստանում աշխատող 700,000 կամ 900,000 վրացին տրանսֆեր է ուղարկել Ռուսաստանից Վրաստան $540 միլիոն չափով։ 300,000 վրացին, որը գնացել է եվրոպական երկրներ աշխատելու, տրանսֆեր է ուղարկել կամ իր աշխատանքով հետ է եկել Վրաստան $1,670 միլիոնի չափով։ 3 անգամ ավելի շատ։ Այսինքն, եթե Հայաստանը Եվրոմիության անդամակցության հայտ է ներկայացնում, Հայաստանին արագացված ռեժիմով տալիս են ազատ վիզային ռեժիմի, այդ ձեր որդիները օրինական գնալու են, աշխատելու են Եվրոպայում 9 ամիս մնալու աշխատելու հնարավորություն ունեն, ավելի մարդկային պայմաններում օրինական, ոչ մեկ իրենց չի գցել ու իրենք ավելի շատ փող են բերելու, ժողովուրդ ջան։ Այս հնարավորությունից օգտվել է պետք։ Կարող եմ ասել, թե ասենք շինարարներն ուր են գնացել, նույնիսկ այդ թվերն եմ հանել, հիմնականը Լեհաստան։ Շինարար բոլոր վրացի այն մարդիկ, ովքեր գնացել են արտագնա աշխատանքի շինարարություն, գնացել են Լեհաստան։ Ովքեր գնացել են բիզնես սպասարկման ոլորտի, երկրորդ տեղում Վրաստանի համար Իտալիան է եղել։ Եվ երրորդ տեղում, ովքեր արդեն բիզնես որոշակի եւ մշակույթային խնդիրներով, այդ Գերմանիան ու Ֆրանսիան է եղել։ Այդ թվերը կա համացանցում, կարող եք մտնել, նայել, ուսումնասիրել, խորանալ դրանով։ Այս ակնհայտ փաստ է։ Ռուսաստանում ինչ։ Ռուսաստանում ինչ են արել, պատկի տակ չափից ավել մնացածները գնացել են SVO-ով Ուկրաինայի դեմ կռվելու, որ կարողանան պարտքերը մարեն։ Նույնիսկ Արարատ քաղաքում, մեր կողքի գյուղերում արդեն 4-րդ դագաղն են բերում Ուկրաինայում զոհված։ Մենք այս ենք ուզում։ Մեր երիտասարդությունն ուզում է Ռուսաստանի մաս դառնալ, որը ձգտում է Եվրոպայի կամ, չգիտեմ, այս նախկին սովետական տարածքների հետ պատերազմի, որի դուգիններն ու Սալավիովներն ասում են, որ այդ Հայաստան, Վրաստան, Ղազախստան, Կիրգիզստան եւ այլը կամ մեր հետ պիտի լինեն, իրենք պիտի անկախ չլինեն, կամ իրենք մեր դեմ են լինելու, որտեղ արևմուտքը տանում է։ Էս են ասում։ Արևմուտքը երբեք չի ասում, որ եթե դու իմ հետ չես, դու իմ դեմ ես։
Արևմուտքը միշտ մշտապես ժողովրդավարության կողմնակից է եղել։ Արևմուտքում մենք բազմաթիվ միլիոնատերեր ենք ունեցել, որոնք երբեք չեն եկել մտել այստեղ քաղաքականություն, փող դրել, ինչի Սամվել Կարապետյանից ավելի հարուստ արևմտյան փող ունեցող միլիոնատեր կամ միլիարդատեր չենք ունեցել։ Մենք այդ մարդիկ այս քաղաքականության մեջ չեն եկել մտել, փող չեն դրել ու չեն ուզել վարչապետ դառնալ։ Ախր խնդիրը Սամվել Կարապետյանը չի, խնդիրը նրանում է, որ այս պարագայում ամեն 6 ամիսը մեկ ընտրություններից առաջ կարող է մի միլիարդատեր հայտնվի, փողերը դնի ու ասի երկրորդը ես եմ կամ գործող իշխանությունը։ Ես նոր եմ, ես կփոխեմ։ Այս ամեն ինչի մեջ պիտի մեր ժողովուրդը հետևություն անի, ուրյալ ընտրություն անի։ Ինքը որ ճանապարհն է նախընտրում։ Այդ Ռուսաստանի, որը սովետական միությունն է ուզում վերականգնել, թե Եվրոպայում Միացյալ Նահանգների, որտեղ ժողովրդավարություն կա, որտեղ տնտեսական զարգացում կա, որտեղ մարդը գերակարժեք է եւ լավ է վճարվում։ Ու դա նաև հասկանում են նույն ընդդիմադիր գործիչները, թե Ռոբերտ Քոչարյանը, թե Սամվել Կարապետյանը, օրինակ Սամվել Կարապետյանը դատական հարցերով կամ դատական հայցերի ժամանակ օգտագործում է Կիպրոսի անձնագիրը։ Սա ցուցիչ չէ կամ Ռոբերտ Քոչարյանի թորները, օրինակ ինչու Ռուսաստանի քաղաքացի չեն։ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի են։ Սա արդյոք ցուցիչ չէ։ Սա դիտարկում, պարոն Սարգսյան, եւ ուղիղ ուզում եմ մեջ բերել ու ցիտել Ռոբերտ Քոչարյանին, ասում է իմ թիմը եւ ես սիրում ենք այս երկիրը, այս ժողովրդին։ Մենք ուժ ենք, ապագա ենք, մենք հաղթելու ենք, նախ ինձ թվում է շուտով ուժեղ բարի համար որոշակիորեն կսկսեն հակամարտել Սամվել Կարապետյանի ու Ռոբերտ Քոչարյանի թիմերը։ Բայց հասկանանք, ինչ ասել են, մենք սիրում ենք մեր երկիրը, մեր ազգին, մենք հաղթելու ենք, մենք ապագա ենք։ Ինչ սիրո մասին է խոսքը։ Այս տարի ընտրելու են նաև 18 տարեկանները եւ շատերը չգիտեն, օրինակ մարտի 1-ի դեպքերի մասին։ Դա է սիրո դրսևորում սեփական ազգի նկատմամբ։ Հասկանանք էլի սա ինչ մոտեցում է։ Հիմա ասում է ես եմ ապագան։ Ռոբերտ Քոչարյանը եւ ապագան հոմանիշ են։ Գիտեք, Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն ապագա չի, ինքը նույնիսկ լավ հիշողություններով անցյալ չի։ Եվ լավ է, որ Ռոբերտ Քոչարյանը սիրելուց սկսել է խոսել, որովհետև այն ժամանակներում, երբ որ ինքը իշխանություն էր, ինքը այդ բառից խուսափում էր, այնպես ինչպես խաչակնկվելուց էր խուսափում։ Ինքը իրեն ուժեղ էր համարում, իսկ ուժեղ մարդը չպետք է սիրի, սիրելը թուլություն է։ Իսկ ինչեր է թույլ տալիս իրեն Ռոբերտ Սեդրակիչը։ Սա շատ կարևոր բան է։ Ես կուզենամ, որ Ռոբերտ Քոչարյանը իսկապես սովորի սիրել։ Ամեն մարդ էլ ինչ որ տարիքի պիտի այդ զգացողությունը, պիտի այդ զգացմունքն ունենա։ Մարտի 1-ի այդ դրսևորումները սեփական ժողովրդին սիրելու, այսպես ասած, բացառիկ ցուցիչ են։ Հիմա ինքը կասի ես չէի, Սերժ Սարգսյանն էր, ինքը ամեն ինչում ասում է ես չէի։ Ինքն ասում է մարտի 1-ին, երբ որ զորքերն իջել են քաղաք, ես կապ չունեմ, այդ Միքայել Հարությունյանն էր։ Այն դեպքում, որ ինքը ամենաուժեղ առաջնորդն էր, ամենաուժեղ նախագահն էր, ու այս երկրում ճանճ անգամ չէր կարող թռչել առանց իր իմացության։ Ինքը կազմակերպված պետություն էր ստեղծում, որոշում էր ով պիտի շաքարավազն ու ձետը բերի, բայց այ զորքերը, տեսեք, Միքայել Հարությունյանը ինքնագլուխ վերցրել ու իջեցրել է քաղաք։ Ասում եմ, այս մարդը անընդհատ փորձում է տարբեր տեսակ մանիպուլյացիաներով մեր հանրությանը համոզի, որ ինքը լավն է ու ինքը միակն է։ Ու ամենատխուրը այստեղ իր համար գիտեք որն է, որ ինքը հավատում է դրան։ Իսկապես։ Հա, ինքը հավատում է դրան։ Եվ այդ իր դժբախտությունն է, թե իր երջանկությունն է, չգիտեմ, բայց ինքը հավատում է դրան, ու ինքը զարմանում է, թե ինչու մյուսները չեն հավատում։ Ու ինչի ինքը գնահատված չի։ Այսինքն ինքը այնքան հակասական բաներ են խոսում նույն Հայաստանի Ռոբերտ Քոչարյանի ժամանակ Հայաստանում ծաղկում էին բենզալցակայանները եւ սրճարանները։ Ինքը հստակ սպասարկման ոլորտի մարդ է։ Հիմա ասում է, որ Նայիրիթը ինքն է վերագործարկել այդ ոդքասթում։ Նայիրիթը վերագործարկելու համար, երբ որ ես ասել եմ, իր բառը շատ լավ հիշում եմ, ինքն ասել չորնայա դնոյե։ Նայիրիթը չորնայա դնոյե։ Այնտեղ փող դրեցիր, կորած է, ինչ ես անում։ Ես դեմ եմ։ Ես ասել եմ Ես պարտավորվում եմ, որ այդ հնարավոր է աշխատեցնել, ինքը այնտեղ 8 բաժանմունք ունի, 8 հացեք են ասում, սովետների ժամանակ 6-ը աշխատում էր, 2-ը կանգնում էին վերանորոգման։
Եվ եթե այդ 6-ը չեն աշխատում, ինքը օգուտով աշխատելը շատ բարդ է լինել։ Բայց քանի որ կաուչուկի գները այնձև էին թռել, շուկան պահանջարկը շատ մեծ էր, 5500-ի կարգեր էր ժամանակ։ 2 ացեկով հնարավոր էր աշխատել եւ 2 ացեկով ես աշխատեցրել եմ ու 20% շահութաբերություն ենք ունեցել, ու այստեղ արտադրականին չէր խնդիր։ Ուղղակի ես արգելեցի, որ կաուչուկը բացի գործանի տնօրենից այլ մարդ վաճառի։ Իսկ այդ ժամանակ ով ասես կաուչուկ էր վաճառում, իշխանության մեջ եղած մարդկանց, քույրերը, եղբայրները, բաժանաղները եւ այլն։ Իրենք վաճառում էին, օգուտը ստանում էին, փողը գործանին ու շեին տալ։ Ուղղակի դրեցի արգելեցի եւ օգնեց դատախազ Նազարյանը, Բորիս Նազարյանը, վերահսկողություն դրեց, որ որևէ մեկը մոտ չգա, նույնը նաեւ կոնյակի գործանի հետ էր կապված, որ որևէ մեկը մոտ չգա ու այդ խնդիրները լուծվեց։ Հիմա Ռոբերտ Քոչյանը դրան դեմ էր։ Ինձ ասաց, որ ինքը դեմ է։ Ինձ ասաց, որ ես անձնական պատասխանատվություն վերցնեմ, որ Նայիրիթը վերագործարկվի։ Ես ուղիղ հարցրեցի այն բանը Արարատցու դավալեցու անկեղծությամբ, ասի Ղազագիր եք ուզում։ Այո, վերցրեցի գրեցի Ղազագիր։ Ես Արամ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության վարչապետ պարտավորվում եմ Նայիրիթը չաշխատեցնելու պարագայում ամբողջ պատասխանատվությունը ինձ վրա։ Գրեցի տվեցի իրան։ Հիմա ինքն ասում է ինքը վերագործարկել է Նայիրիթը, Իրանից հետո վաճառել են ու բան։ Ու չգիտես ինչ անես, ասենք։ Չգիտես այդ մարդու աչքերին որ նայես, ինքը կարող է համոզված լինի, որ դա իսկապես այդպես է, գիտեք։ Ինքն այնքան է իրեն համոզել, որ դա այդպես է, որ հավատացել է դրան։ Չգիտեմ, կարող է երջանիկ մարդ է ինքնին Ալիսա երաշխների երկրում է ապրում կամ ոնց, բայց դա ու այդ լուրջ չի։ Ինքը լուծումներ չի առաջարկում, ինքը իր ունեցած լուծումը Ռուսաստանի հովանու տակ, անվտանգությունը Ռուսաստանին տալն է, տնտեսությունը Ռուսաստանին տալն է, ավելի մեծ վատություն, քան պաշտոնից հեռանալուց մի ամիս առաջ հայկական երկաթուղիները կոնցեսիոն կառավարման տալն է, չկա։ Ինչի պիտի տայր, ինչի համար։ Տրամաբանությունն ինչու՞մ է, եթե կոռուպցիա չի, ինչ ես այդ երկաթուղիները տվել Ռուսաստան։ Դու գնում ես Թոմնար Սարգսյան, չէ, լավությունը ես անեմ։ Ինչի՞։ Որ տանեն սիստեմա ընկերություն փոխտնօրենի պաշտոնին, թե որ քեզ հետո նորից բերեն Հայաստան նախագահ։ Ինչի՞։ Բայց ժամանակ հայ ժողովրդին չէր սիրում։ Թե հայ ժողովրդի ինչ կապ ունի, կարևոր Ռուսաստանն է, կնշանակեն նորից նախագահ կլես։ Սիրում ես, չես սիրում։ Որ սիրում էիր։ Ինչ 2003 թվականին 5000 դրամ էիր վաճառում տալիս այդ ժողովրդին, այդքան էիր գնահատում այդ մարդկանց հոգին, ձայնը։ Մեր ժողովրդին ամենաշատը նվաստացրել են իրենք։ Նվաստացրել են ոչ թե ունեզրկվելով անօրինական բաներ անելով, այդ մարդու քվեարկությունը 5000 դրամ գնահատելով։ Որ ես դու, ես կվերցնես ու կգնաս կվեարկես։ Ու գիտեք, փորձել մարդը չհամաձայնվեր։ Մեր երիտասարդությունը որ չգիտի, թող իմանա։ Եթե դու ասում ես, չէ, ես համաձայն չեմ ուզում ես 5000, ասում են, դու ուրեմն մեզ դեմ ես, վերջ։ Քաղաքապետարանում եթե մարդ ունես աշխատանքից անում էին, որևէ գործանում մարդ ունես, օլիգարխները լրիվ իրենցն էին, ասում են այդ մարդուն գործից անում եք ինքը մեզ դեմ է եւ այլն։ Այսպիսին է եղել այդ ժամանակները։ Ռուսաստանի հետ լինելը այդպիսին է։ Այսօրվա Ռուսաստանում ընդդիմություն կա։ Այսօրվա Ռուսաստանում այս երիտասարդները կարող են քվեարկել, կարող են ինչ-որ բան անել։ Իհարկե ոչ չկա։ Նեմցովի նման պայծառ մարդուն կամուրջի վրա սպանեցին։ Իրենց օլիգարխներին Խադարկովսկուն, չգիտեմ, Նավալնին, բանտում թունավորեցին, սպանեցին, Խադավորկովսկուն, ունեզրկեցին, երբ որ վերջինս վեր կացավ։ Հիմա այստեղ որևէ բան չարած, այն որ մտել է քաղաքականության մեջ, ակնհայտ, ասում է, որ մեր ձևով խնդիրը լուծելու է, հա? Տնային կալանք են տվել, ասում է, վայ, ես ինչ ես քաղաքական է։ Հələ ձեր Ռուսաստանում գնայիք, փորձեք, էլի, այնտեղի քաղաքացի եք։ Գնացեք այնտեղ, փորձեք իշխանությանը հակառակ մի բան ասել։ Ամենայն հարգանքով Սամվել Կարապետյանին, դու փորձի Ռուսաստանում։ Դե հիմա էլ ասում եմ մեր ձևով աղոթելն էր։ Դե գիտեք ինչ, շատ լավ է աղոթելը, ընդհանրապես աղոթել միշտ է պետք, առավել եւս առավոտները, երբ որ արթնանում ես, արևի լույսը տեսնում ես, պիտի հորը շնորհակալություն ասես ու ունեցած այդ օրվա դրականը, բացասականը, սպասելիք լավ լուրը, վատ լուրը, ամեն ինչ թողես իր վրա ու խնդրես, որ ինքը քո հետ լինի ու թույլ չտա, որ վախենաս, որովհետև ինքն է
թե այդ տվյալ պահի, թե ապագայի տերը։ Այնպես որ եթե աղոթել է շատ լավ արել, ուրեմն Աստված իրեն կօգնի։ Պարոն Սարգսյան, ես շատ կուզենամ մենք խոսենք նաև թրիփից ու թե ինչու է Քոչարյանը որոշ ռուսամետ ուժեր հատկապես թշնամացել թրիփի հետ։ Գիտեք, վերջին իրանական պատերազմն էլ շատ ակտիվ օգտագործվեց, օրինակ Քոչարյանն ասաց, որ եթե թրիփը իրականություն լիներ, մենք էլ չէինք խուսափի, այսպես ասած, այդ հրթիռներից, հրթիռներ կգային նաև Հայաստանի ուղությամբ։ Հիմա հասկանանք սա ինչու է արվում։ Ինչու է նման տրամադրություններ ստեղծվում թրիփի հանդեպ, այն դեպքում, երբ քանիցս հայտարարություն է հնչել, որ թրիփը դա տնտեսական պրոյեկտ է։ Հիմա ինչու է Ռոբերտ Քոչարյանը հակառակը ապացուցում, որ թրիփը ոչ թե տնտեսական պրոյեկտ է, այլ Ամերիկայի նկրտումներն են, աշխարհաքաղաքական պատկերացումները, Ամերիկան այդտեղ գալիս է Իրանին վերահսկելու համար։ Նայեք, որ Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ եթե թրիփը լիներ, թրիփն էլ կռմբակոծվեր այս մոտեցմանը, ես չեմ կարող այդ հերքել կամ հաստատել, որտեվ չեղած բանի վրա ինչ որ բան ասելը, կանխատեսում անելը բարդ է, բայց ես նույն կերպ կարող եմ հակադարձել իրեն, որ այն ժամանակը, երբ որ Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանումից հետո, երբ Միացյալ Նահանգների պետքարտուղարն ասաց, որ եթե փորձեք ուժով, որտեղ այդ ժամանակ Ադրբեջանը, Ռուսաստանը եւ Թուրքիան նորից խոսեցին միջանցք բացելու, Զանգեզուրի միջանցքը ուժով ունենալու, նաեւ Ղարաբաղում հաջողությունից հասնելուց հետո ասում էին էս է Հայաստան, Ռուսաստանն ասում էր կամ համաձայնում ես, կամ փորձելու են նորից միջանցքը բացել։ Եվ այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանի շրջապատում կային մարդիկ, որոնք հստակ ասում էին, որ արժի այդ տարածքը թույլ տալ, որ մտնեն Պարսկաստանի զինվորականները, Իրանը մտնի այդ տարածք եւ Իրանը վերահսկի։ Իրանը ինքն էլ էր առաջարկում մտնել այդ տարածք։ Նույնիսկ վարչապետն է այդ առումով բարձրաձայնել։ Հիմա եթե Իրանը իր զինվորներով այդ տարածքում լիներ, այդ հաստատ ռմբակոծվելու էր, չէ՞։ Այդ հաստատ ռմբակոծվելու էր։ Այդ նույնն է, այնպես ինչպես Արցախում Արայիկ Հարությունյանին հանեցին ու դրեցին, ասեմ։ Այս նույն լոգիկայի մեջ է Ռոբերտ Քոչարյանի ասածները։ Այսինքն Իրանի հետ լինելը միանշանակ ռմբակոծության պատճառ էր դառնալու։ Միանշանակ ռմբակոծություն։ Թրիփի հետ լինելը բացարձակ է, որտեվ Իրանն ինչ է ասում։ Իրանն ասում է, ես ռմբակոծում եմ այն ամերիկյան տարածքները, որտեղ ռազմական ուժ կա։ Թրիփում ռազմական ուժ չկա։ Թրիփը ամերիկյան տնտեսական կառույց է, որը երկաթգիծ է սպասարկում, այնպես ինչպես ռուսական հարավկովկասյան երկաթուղիները այստեղ Հայաստանում են սպասարկում։ Ռոբերտ Քոչարյանը չգիտի, որ թրիփը ռազմական կառույց չէ։ Շատ լավ գիտի։ Ինչու է դա ասում։ Որտեվ այդ ասածը դուր է գալիս ռուսներին։ Ռոբերտ Քոչարյանն ինչու է ասում, որ Հայաստանը թող միջամտի Իրան, Միացյալ Նահանգներ այդ համատեքստում, որտեվ այդ մասին մի օր առաջ ասաց Լավրովը, հետո էլ Մարիա Զախարովը։ Հիմա ինքն էլ այդ ասում է, որ ընդդեղից ասեն մալադյաց Ռոբ։ Այսինքն իր ելույթների մեծ մասը ուղղված է Ռուսաստանին։ Բայց այդ դեպքում էլ, ասենք, ինքը պիտի մի քիչ ավելի կարճ խոսի, երևի այս ելույթը 5 րոպեանոց դրա համար էր, որովհետև ռուսական համապատասխան կառույցները կալար են նստեն, էլի, այդ ոդքասթը, չգիտեմ, Ագնեսայի հետ նայելու, էլի։ Այստեղ էլ տրամաբանությունը չկա։ Այսինքն, քաղ տեխնոլոգիայի առումով իրենք հին են։ Ընդհանրապես այդ առումներով շատ հին են։ Գաղափար եք տալիս։ Գաղափար, հա, գիտեք ինչ, ոչ մի նոր բան, զրո։ Սա զարմանում ես, էլի։ Նույն ասենք այդ բանը, Սամվել Կարապետյանն, ասենք, այդքան քաղ տեխնոլոգներ է հավաքել, որտեղը գնում ես օպերատորներ թիմ վերցնելու, լրիվ վարձած է, այն կարգի գներով, իրեն պետք չէ, չէ՞, մի հատ օպերատորների խումբ լինի, իր լույսով, ձայնով, ամենալավը վարձեցիր, հերիք է չկա։ Բոլորին անխտիր, ինչքան գրասենյակ կա, անխտիր վարձել է։ Ու իրենց ստեղծած ինչ է, արհեստական ինտելեկտով, չգիտեմ, երեխեք են, որ բան են ուտում, թթուլա, վաշիեսի ինչ ասում են, այ տեսեք Նիկոլ Փաշինյանի հայրենիքն, էս է, մեր հայրենիքը, այս է զինվորը երեխուն գրկած։ Ասենք, այս կարգի պրիմիտիվության ու պարզունակության, ես չգիտեմ, էլի, Մոսկվաներում մեծացած ժողովուրդ եք, իրեք մի քայլ առաջ են, էս է ձեր դրամաբանությունը, էս է ձեր կրեատիվությունը, էս է ձեր մոտեցումների, Այս մեր ձևով այդ Ռոբերտ Քոչարյանը դրանք այն վատ սովորույթներով հինն են։
Իսկ ված սովորույթներով հինը ոնց էր, մարդուն փող տաս, ասես արի ինձ քվեարկի։ Բոլորս չենք հասկանում ինչ է անում մեր ձևով։ Ասենք այդ գրասենյակները այդքան որ վարձել է, որ ցույց է տալիս իր ցուցակում արդեն 60,000 մարդ են։ Այդ մարդկանց ընդունում են այնտեղ աշխատանքի, աշխատավարձ են տալիս։ Օպերատորների, չգիտեմ, լրագրողների եւ այլն ընդունում են իրենց մոտ աշխատանքի, աշխատավարձ են տալիս ու այդ հաշվում են իրենց։ Այսինքն ստացվում է, որ այդ աշխատավարձով մարդը կաշառք տալու մի այլ տարբերակն է։ Բա ինչև այդ ինչի չէի կանում։ Կամ խոսում եք, չգիտեմ, մեքենաշինություն կգնանք խոսենք Չինաստանի հետ եւ բերենք մեքենաշինություն դնենք Հայաստանում։ Բա ինչև հիմի այդքան փող ունեիք։ Ինչ եք, չգիտեմ, տաշիր պիցա դնում կամ դալմամոլը, որ վարձով տակ այստեղ հայ առևտրականներին։ Բերեք այդ գործարանը դնեիք, այսօր էլ խոսալու տեղ կունենայիք։ Այդ փողերը ինչ եք դալմավոլի վրա դրել, էլի։ Հա, որովհետեւ առևտրում փողը շուտ է հետ գալիս։ Ասենք ձերը արագն է հետաքրքրում։ Ձերը բովանդակությունը չի հետաքրքրում։ Իսկ եթե մեքենաշինություն եք ուզում, ես ես ասեմ, որ ասենք ամերիկյան երկրաբանական ընկերությունը ուսումնասիրել է եւ պարզել է, որ Հայաստանում հենց Երևանում, Աղի հանքում գոյություն ունի 150 միլիոնից մինչև 200 միլիոն մետրիկ խորանար տաղ։ Հիմա աշխարհում նոր թափ է ստանում նատրիումի իոնի վրա կուտակիչները, հայերեն ասած էլեմենտները, այդ կուտակիչները, մեր հեռախոսները եւ այլ գadgetները հիմի նատրիում իոնի վրա չեն, դրանք ավելի թանկ են այսօրվա պարագայում, իսկ նատրիումը, քանի որ աղ է, ինքը ավելի տարածված է, ինքն ավելի էժան է եւ այս խնդրի առումով Հայաստանն ունի լուրջ պաշարներ։ Չինաստանում կա մի ընկերություն, որի անունը Castel է, որը այդ կուտակիչների խոշոր մասնագետներից է եւ իրենք նատրիում իոնով արդեն առաջին մեքենան են ստեղծել։ Եվ այդ ընկերության հետ մինչ աշխատում է ֆրանսիական Renault եւ գերմանական Volkswagen-ը։ Եվ այս տարի արդեն այդ մեքենաները նատրիում իոնի կուտակիչներով արդեն ընթացքի մեջ են։ Եվ մենք աշխատում ենք այդ ուղղության վրա, որ ասենք ֆրանսիական Renault-ն, որը Իրանում այս տնտեսական իրավիճակներից կապված նաև իր որոշակի հզորություններ, որ Իրանում արտադրում է, դուրս է հանելու, բերի Հայաստան։ Մենք նայում ենք եղած հնարավորությունները ու ամեն ինչ անում ենք։ Չունենալով ոչ ազգային ժողովի падգամավորի պաշտոն, ոչ որևէ պաշտոն, նամակներ եմ գրում։ Մարդիկ նամակներին պատասխանում են։ Ես Ռուսաստանում որևէ մեկին նամակ գրեմ պետական պաշտոնյայի կպատասխանեն։ Չկա տենց, չի լինի այդպիսի բան։ Իսկ չինական Castel-ին ես նամակ եմ գրում, իրենք պատասխանում են, տարեթվով, քանակով, ինչքան են արտադրել, ինչպես, ինչքանով են իրենք տեղյակ Հայաստանի աղի հանքում տեղի գոյություն ունեցող աղին ու նրա պարունակությանը։ Այս ուղղություններն է, որոնք եթե կվերցնեք, կգնաք, կբերեք, կդնեք Հայաստանում, կասենք ապրի արևդ։ Թե չէ օդի մեջ ասում եք կգնանք, այս կանենք, այն կանենք, չեղած տեղից, դե անեիք, բանեիք, մինչև հիմա ինչ էիք անում։ Պարոն Սարգսյան, եւ վերջում, քանի որ ընտրությունների համատեքստում էր մեր զրույցը, ինչի մասին է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները։ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները Հայաստանի Հանրապետության ապագայի մասին են։ Հայաստանը պիտի ասի, որ ինքը իր տեղը նախընտրում է ժողովրդավար երկրների ընտանիքում, որ իր համար փոփոխվող իշխանություններ ունենալը եւ ժողովրդի քվեով իշխանություն ձևավորելը գերկարևոր է, որ ինքը մերժում է իր անկախության դեմ արված ցանկացած բան, որ ինքը դեպի նոր տեխնոլոգիաներ, դեպի զարգացում, դեպի տնտեսություն, զարգացող տնտեսություն եւ լուրջ սպառազինություն ունեցող երկիր է ուզում դառնալ եւ ամենաէականը, որ Հայաստանը այս ընտրություններով պիտի ցույց տա, որ այդ ուղղությունը ցույց տալով ինքը պիտի ասի, որ ինքը խաղաղության կողմնակից է։ Նրանք, ովքեր Հայաստանի ապագան տեսնում են Ռուսաստանի համատեքստում, իրենք պատերազմի կողմնակիցներ են եւ իրենց պարագայում ոչ միայն խաղաղությունը անվտանգությամբ ապահովված չի լինի, այլ նոր պատերազմ է լինելու։ Որովհետեւ եթե իրանք հրաժարվելու են թրիպից, այդ նշանակում է, որ Ադրբեջանին ռեալ հնարավորություն են տալու նորից պատերազմով խնդիրները լուծելու։ Այդ հրաժարվելուց հետո ինչ քայլեր կանի Ադրբեջանը, այդ արդեն թողնում եմ իրենց։ Այսինքն
Իսկ եթե ասում են չենք հրաժարվելու, այդ դեպքում Ռուսաստանի հետ խնդիրներ են ունենալու, հետեւաբար այդ մարդիկ շատ խառն են, ժողովուրդ ջան։ Դուք էլ ձեր քվեն այդ շատ խառը մարդկանց մի տվեք, իրենք թող կողմնորոշվեն իրար մեջ, էլի հասկանան հիմի ոնց իրենք էլ Ռուսաստան էլ չեն ասում, էլի մի ասում են Չինաստան եւ այլն։ Հենց լուրջ որոնումների մեջ են։ Մեր թվում հստակություն է։ Մեր թվում հստակություն է։ Մեր ժողովուրդը ճիշտ կանի նայի պետությունների օրինակը եւ ըստ այդ պետությունների օրինակի գնա քվեարկություն տա։ Ռուսաստանինը հյուսիսային Կորեան է, Միացյալ Նահանգներինը հարավային Կորեան։ Նայեք այդ երկու օրինակին եւ ասեք, որ օրինակն է, որ ձեր համար ավելի հոգեհարազատ է։ Եթե հարավային հյուսիսային Կորեայի օրինակն եք ուզում եք իշխանություններ չփոխվեն, գնացեք ձեր թվեն տվեք Ռոբերտ Քոչարյանին, մեր ձևովին ու մնացածին։ Եթե ոչ, եթե ուզում եք, որ Instagram ունենաք, Facebook ունենաք, աշխարհով մեկ պտտվեք եւ ազատ վիզային ռեժիմ ունենաք ու 28000-ով գնաք համերգ դիտեք, հետ գաք։ Ձեր տեղը Եվրամիությունն ու Արևմուտքն է։ Քվեարկեք մեզ եւ մենք վստահեցնում ենք, որ այդ ամեն ինչը դուք շատ կարճ ժամանակում տարի-տարուկեսում ունենալու եք։ Շնորհակալ եմ, պարոն Սարգսյան։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս Արամ Սարգսյանն էր։ Կհանդիպենք։